Դրանից առաջ մեր ողջ հրետանին եղել է 50 թվի արտադրության, 60 թվի արտադրության, այն Սերժը, որ ասում էր 80-ականների զենքեր, ինքը չափազանցնում էր, այդ ինքը իրան ուժեղ տղուտեղ էր դրել, որ ասում էր 80-ականների զենքեր, այդ զենքերը իրականում 60-ականների և 70-ականների են, և նրանք խոսում են, թե բանակ են ժառանգել, նրանք բանակ չեն ժառանգել, նրանք ժառանգել են 50-ականների, 60-ականների, ոչ ըստ էության օգտագործման վերջին ստադիայի մեջ գտնվող զենքերով մի բանակ, որը այլ պետությունները այլևս չօգտագործելու պատճառով շպրտել են Հայաստանի Հանրապետությանը, իսկ թե ինչ է բանակը, ինչ է սպառազինությունը, ինչ է տեխնոլոգիան, եկեք և մայիսի 28-ին տեսեք Հանրապետության հրապարակում և դուք դա տեսնելով կհասկանաք, կառերեսվեք, թե ինչ նկատի ունեմ ասելով Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, որովհետև դուք այսօր կարող եք հպարտ լինել ձեր բանակով, ձեր ունեցած սպառազինությամբ և տեխնիկայով, որովհետև դա իրական արժանապատիվ պետության բանակ է և մենք դա ձեզի ցույց կդնենք մայիսի 28-ին, եկեք տեսեք և հպարտացեք, եկեք տեսեք և հպարտացեք, ընդ որում դուք կտեսնեք ժամանակակից սպառազինություն և տեխնիկա օտար երկրի արտադրության, բայց նաև դուք կտեսնեք ժամանակակից սպառազինություն և տեխնիկա Հայաստանի Հանրապետության արտադրության 2026 թվականը այն առաջին տարին է, երբ որ Հայաստանի Հանրապետությունը մրցունակություն է ցույց տալիս զենքի միջազգային շուկայում և Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ զենք է արտահանում միջազգային շուկա, դա նշանակում է, որ միջազգային շուկան հետաքրքրված է մեր արտադրանքով, բայց ժողովուրդ ջան, սա պատերազմի մասին չի, սա խաղաղության մասին է, որովհետև, ինչպես ասել եմ, մենք խաղաղությունը մեր ռազմավարությունն է, բայց մենք հասկանում ենք նաև, որ այն երկիրը, որը չունի ուժեղ պաշտպանունակ բանակ, կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար, և մենք հասկանում ենք, որ խաղաղության համար հարկավոր է այդ թվում ունենալ պաշտպանունակ բանակ, և մենք այսօր արդեն ունենք այդպիսի բանակ, և մեր բանակը ամեն տարվա հետ լինելու է ավելի ուժեղ ու պաշտպանունակ, բայց միայն հիշեք սա, որովհետև սա սկզբունքային կարևոր հարց է, միայն Հայաստանի միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանության համար, որովհետև սա է խաղաղության միակ և հնարավոր բանաձևը և առաջիկա ընտրությունների հարցը, որին պատասխան պիտի տա մեր ժողովուրդը, հետևյալն է, արդյոք Հայաստանի քաղաքացին տեր է կանգնում խաղաղությանը և ես ձեզ որպես 8 տարի ձեր թույլտվությամբ և ձեր մանդատով Հայաստանը առաջնորդած մարդ, ով զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը, ինձ իրավունք եմ վերապահում, կոչ եմ անում, խնդրում եմ, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր և տեր կանգնեք խաղաղությանը, տեր կանգնեք պետությանը, տեր կանգնեք անկախությանն ու ապագային, գործելով հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք,
Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Արարատին, Վեդիին, Մասիսին, Վերին Դվինին, Արտաշատին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։